Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մի եթերում, այս պահին ես զրուցել եմ քաղաքական գործիչ Արա Վարդանյանի հետ, շնորհակալ եմ պարոն Վարդանյան մեր հրավերն համար։ Մենք տեսանք Մասկի շոու Գյումրիում, ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկել, կալանավորել։ Ես իմ դիրքորոշումն ասեմ, ինքս Վարդան Ղուկասյանին այսպես չեմ համակրում, բայց այնուամենայնիվ ճիշտ եմ համարում իրեն ընտրելը, որովհետև ՔՊ-ին իշխանազրկելու արդար միջոցը դա էր, ինչու, որովհետև ամենաշատ ձայներն ինքն էր ստացել եւ ուրիշ բացատրություն չէր կարող լինել, ինչու պիտի չլինի Վարդան Ղուկասյան։ Հիմա գյումրեցիները որոշել էին, որ ավելի շատ ձայներ պիտի տան Վարդան Ղուկասյանին, դա եւ սկզբունքը այդպես էր դրված ընդդիմադիր դաշտում, այդ սկզբունքը պահվեց։ Իշխանությունները բերել են ինչ-որ ձայնագրություններ, չգիտեմ, կաշառքի մասին, ինչ-որ փողերի մասին, բայց եթե անգամ այդ ձայնագրությունները չլինեն կամ եթե ես հակված չեմ հավատալու իշխանության ձայնագրություններին, մի բան ակնհայտ է, որ իշխանությունների համար թիրախում են բոլոր ընդդիմադիր համայնքապետերը։ Ընդդիմադիր այն համայնքապետերը, ովքեր իրենց սրիտակով չեն անցել, որովհետև ընդդիմադիր անուն ունեցող էլի համայնքապետեր կան, որոնք վաղուց արդեն ՔՊ-ի սրիտակով անցել են, այո, անվանական իբրև թե ՔՊ չեն, բայց ՔՊ-ական են։ Ձեր վերլուծությունները, պարոն Վարդանյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, եթե դիտարկենք այն ինչ կատարվեց Գյումրիում, մի քանի բան պետք է ֆիքսենք։ Թիվ 1. Այն ինչ կատարվել է Գյումրիում, որևէ կերպ չի ազդում այն գաղափարի վրա, որ ընդդիմությունը պետք է փորձի համապետական ընտրություններում կրկնի Գյումրի սցենարը, որտեղ նկատեցի համացանցում տարբեր օգտատերեր սկսեցին գրել «Ասում էի Գյումրի սցենար, բա տեսակ ինչ եղավ բան», այո, տեսանք ինչ եղավ եւ պնդում եմ, որ պետքա փորձել համապետական ընտրություններում կրկնել Գյումրի սցենարը, որտեղ այն ինչ տեղի է ունեցել Գյումրիում, դա ընդդիմության հաղթանակ է։ Թե ինչ եղավ հետո, համապետական իմաստով արդեն կարևոր չէ։ Հիմա անդրադառնանք դրան, թե ինչ անում Նիկոլը։ Տեսեք, ոչ մեկ չի վիճում նայել, որ Նիկոլը ունի X քանակի ընտրազանգված։ Հիմա չեմ ասելու, որ դա 1-2%-ա, չէ, դա երևի 10 կամ մինչև 20% մարդիկ են, որոնք ցավոք սրտի չարացած են։ Եվ այդ մարդկանց պահանջը Նիկոլից ոչ այնինչ է, այլ ուժի ցուցադրում, այսպես կոչված կոռուպցիոներների պատժում եւ այլն եւ այլն։ Հիմա Նիկոլը ունի խնդիր այդ իր ընտրազանգվածին բավարարելու եւ այդ շոուն մեծապես իր ընտրազանգվածի համար է եւ իր թիմակիցների, որ նախ եւ առաջ թիմում ցույց տա, որ ինքը նույն Գիժ Նիկոլն է, որ ինքը պատրաստ է մուրճը ձեռին ինչ ուզենա անի, որ ինքը պատրաստ է Մասկի շոուներ անի եւ ինքը ամուր է։ Դա մեկ։ Երկրորդը բավարարել իր ընտրազանգվածի պահանջարկը իրան։ Հիմա բացի դրանից մենք սրանից կարող ենք ենթադրել հետեւյալը, որ Նիկոլը շատ լավ հասկանում է, որ գալիք արտահերթ կամ հերթական ընտրությունների ընթացքում իր միակ հենարանը դառնում է ոչ իր այդ փոքր ընտրազանգվածը, այլ պետական ռեսուրսը։ Այդ ռեսուրսը ի վիճակի լինելու համար կառավարել իրեն պետք է կրկին զավթել բոլոր այն քաղաքները եւ մեծ գյուղերը, որտեղ որ ընդդիմադիրներն են հաղթել։ Հիմա դրանց դասում են կարող ենք նաեւ դասել Փարաքյարի սպանությունը, որը ըստիս երևի ունի քաղաքական բաղադրիչ, որտեղ որպես հետևանք այդ սպանության Փարաքյարը զրկվել է ընդդիմադիր ղեկավարից։ Սա փաստ է։ Եվ Գյումրին նույնը զրկվել է մարդուց, որը համապետական ընտրությունների ժամանակ կարող է ձայները կոնսոլիդացնել Փաշինյանի դեմ։ Նույնը մենք կարող ենք ասել Վարդան Ղուկասյանի մասին, այսինքն մի մարդ է, որը կարող էր Շիրակի մարզում եւ ոչ միայն Շիրակի մարզում գեներացնել բավականին լուրջ քվեներ։ Հիմա այդ մարդուց փորձում են ձերբազատվել,
դա թիվ 1, թիվ 2, կրկին վերցնել իշխանությունը Գյումրիում եւ ես համոզված եմ, որ այս մի ձերբակալությունով հարցը չի բարձնելու, ինչ որ մի պահի Գյումրիում կնշանակեն, ինչպես տարբեր այլ տեղերում, քաղաքապետի պաշտոնակատար։ Կարծում եմ, այս process-ը դեռ զարգանալու է եւ մինչեւ ընտրություններ կանեն ամեն ինչ, որպեսզի Հիմա փող քաղաքապետն է։ Հիմա փող գործառույթն իրականացնում, բայց մենք չենք իրեն մի քրեական գործ էլ է։ Այո, կամ քրեական գործ, կամ կարող է ավականի նիստով ինչ-որ մի բան սարքեն, այսինքն գերնպատակը Գյումրիում քաղաքապետին փոխելն է, որպեսզի համապետական ընտրությունների ընդառաջ Գյումրիի պետական կոպիտ ասած ռեսուրսների տեր ու տիրակալը լինի ԿՊԱԿ։ Սա իմ համար ակնհայտ է։ Այսինքն սրանք են պատճառները, որոնք դրդում են Նիկոլին գնալ այս քարելի եւ կրկնում եմ, մենք դրանից ոչ թե պետք է նեղվենք, այլ պետք է հասկանանք, որ մեր թիվ 1 թիրախը մնում է նույնը՝ կրկնել ընտրությունների ժամանակ Գյումրիի սցենարը եւ այլ ընտրանք չկա։ Եթե մինչ այդ օրինակի համար չգեներացվի լրջագույն փողոցային ալիք։ Պարոն Վարդանյան, ձեզ համար որպես ընդդիմադիր քաղաքական գործ չի հասկանալի էր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի ձերբակալության ֆոնին դիվիդենդներ հավաքելը։ Ոչ, հասկանալի չէր, իմ համար հասկանալի չէր նաեւ իր պահվածքը մինչեւ այսինքն Գյումրիի ընտրություններից անմիջապես հետո այդ պաուզան, որը չեմ հիշում, մոտ 10-15 օր տևեց, ոչ դա էր հասկանալի, ոչ այս հայտարարությունը, որովհետեւ պետք է ասեմ, որ անկախ դրանից ով է քաղաքապետ, եթե այն ընդդիմադիր է, իրական ընդդիմադիր, ապա այդ քաղաքապետին սպասելու էր նույնը, ինչ որ եղավ Վարդան Ղուկասյանի հետ, այսինքն Մարտուն Գրիգորյանի հետ թվում է, թե իրան նույնը չէր սպասում, ինքը չարաչա սխալվում է։ Սարքելուց այս իշխանությունը սարքում է բոլորի գլխին։ Ես այն մարդկանցից եմ, որը այս իշխանության այսպես ասած սրիտակով անցել է, ունեմ նաև դատավճիռ ձեռքումս, որով ինձ մեղավոր են ճանաչել մեկ մարդու իրարամերժ 4 ցուցմունքների վրա, դրա համար ես շատ լավ հասկանում եմ, թե այս ոլորտում ինչ է կատարվում եւ անկախ դրանից ընդ Վարդան Ղուկասյանը կլներ Բորիս Մուրազին թե Վարդանյան արան, սաղից գլխիներ նույնիսկ սարքելու են, այսինքն դժվար չէ մարդու արկել քո կաբինետ, ինքը ասի այն ինչ որ ուզում է, ու հետո քեզ ձերբակալեն, ասեն ոնց արեք, ես կաշառք էին առաջարկում։ Բացի դրանից էլ այդ զապիսը Բորիս ջան, ես է ճիշտ ասած մի 3 անգամ փորձեցի լսեմ, հասկանամ, անկեղծ եմ ասում, 3 բառ իրար չեմ կարողացել կապեմ ու հասկանամ։ Այդքան որակը վատն է եւ իհարկե հաշվի առնելով վերջերս տեղի ունեցածը Բագրատ Սրբազանի եւ 17 այլ կալանավորվածների հետ այդ ձայնագրությունները, որի հայտ էին եկել, դա էլ չէ պետք է հիշենք, որ գլխավոր դատախազից բռնած փաստորեն ազգային ժողովի ամբիոնից կանաչ սուտ էին խոսում։ Հետո պարզեց, երբ որ ձայնագրությունները ամբողջությամբ դրվեցին, որ ուղակի իրավապահ համակարգը սարքել է այս մարդկանց գլխին։ Հիմա մենք ինչ իմանանք, որ այս նույն ձայնագրությունները մոնտաժված չեն կամ արհեստական բանականությունով ստեղծված չեն։ Ընդ որում մենք գիտենք, որ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարել է, որ նա մեղադրանքը չի ընդունում եւ բացի դրանից էլ այս 2-3 օրվա ընթացքում չի ստացել պատշաճ վերաբերմունք, այսինքն նույնիսկ ուտելիքն են 24 ժամ, արդեն չեն տվել, որը Շաքարով հիվանդ է, Շաքարով հիվանդի համար դա շատ կարևոր բան է։ Այսինքն այդ առումով վերադառնալով ձեր հարցին իհարկե չեմ կիսում եւ չեմ հասկանում Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը, չեմ կարծում, որ հիմա այն պահն է, որ պետք է նման հայտարարություն ընդհանրապես անել, հակառակը Մարտուն Գրիգորյանը պետք է հիմա ամբողջությամբ սատար կանգնի Վարդան Ղուկասյանին եւ Գյումրիի ժողովրդին։ Ընդ որում ասեմ դες ավելին, այս արարքը Գյումրիի ժողովրդին Նիկոլին չի ներել։ Անկախ նրանից Գյումրիի մեծամասնությունը Վարդան Ղուկասյանին սիրում է թե ոչ, Նիկոլը Գյումրիի վրա զորք է ուղարկել։ Նիկոլը գյումրեցիների հետ կռիվ է դրել։ Դա իրան չի ներվելու եւ սա իր սխալ հաշվարկն է նաեւ, որ փոխելով Գյումրիում քաղաքապետ ինքը կարողանա քվեներ շորթել Գյումրիում։ Չի կարողանալու, որտեղ սա իրան չի ներվի։ Այո, միգուցե այլ մարզերում, այլ քաղաքներում ապրող Նիկոլին ընտրողները բավարարվել են այդ տեսարանով եւ գերագույն հաճույք են ապրել։ Բայց Գյումրիում Նիկոլը արդեն պարտվեց։ Հիմա մենք իհարկե մոտենում ենք նաեւ վաղաշաբաթի ընտրություններին։ Եվ սա նաեւ ցուցադրական էր վաղաշաբաթում ապրող եւ կողքի հագյուղում ապրող մեր բնակիչների համար վախի մթնոլորտ սերմանելու, որ տեսեք ինչա լինելու, բայց ես օգտվելով այս առիթից դիմում եմ մեր հայրենակիցներին, որոնք
օրեր անց գնալու են քվեարկության, միանշանակ ընտրել ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկին։ Ես իհարկե կոչով դիմում եմ ընտրել Հաղթանակ դաշինքը, կան որ սատարում եմ իրենց, բայց դեմ չեմ, որպեսզի ընտրեն ցանկացած այլ ընդդիմադիրի։ Վաղ շաբաթում պետք է կրկնվի մինիմում Գյումրի սցենարը, մաքսիմում Փարաքյարի, բայց մեր ժողովուրդը պետք է Նիկոլին ցույց տա, որ իր ասած հեղափոխությունը, որ ինքը անդադ ասում է, դեմեք հեղափոխություն արեք, որ իր ասած հեղափոխությունը շարունակվում է, այդ հեղափոխությունը արդեն եղել էր թե Փարաքյարում, թե Գյումրիում, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նույն հեղափոխությունը տեղի ունենա նաեւ վաղ շաբաթում, որ Նիկոլը դրանից հետո չկարողանա ասի, որ ժողովուրդը կողմ է նրան, ինչ որ ես անում եմ։ Հայաստանում արդեն 2-3 տարի է, Բորիս ջան, որևէ ընտրություն լոկալ չէ։ Բոլոր ընտրությունները քաղաքական են եւ բոլոր ընտրությունների իրանց մեջ ունեն այդ գործոնը, որ դու ընտրում ես ոչ միայն համայնքի ղեկավար, այլ դու նաեւ ընտրում ես երկրի ապագայի համար պատասխանատու մարդկանց թիմ։ Եվ այդ առումով իհարկե կրկին օգտագործվելը մեր վաղաշաբաթի բնակիչներին խնդրում խորհուրդ եմ տալի գնալ ընտրությունների անպայման չմնալ տանը, գնալ ընտրությունների, ընտրել ընդդիմադիր ինչ որ դաշինք կամ կուսակցություն եւ վստահ լինել, որ այդ ամենը եւս մեկ քայլ է լինելու մեծ հաղթանակին ընդառաջ։ Հիմա իշխանությունները երեք այսպես իրենց համար ավետիս տվեցին, որ Ադրբեջանի տարածքով ցորեն են, ղազախական ցորեն են բերելու Հայաստան։ Հայաստան ցորեն գալիս է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, ինչ է սա նշանակում եւ ինչու Ալիև այդքան բարի կամք դրսեւորեցա հայ զինվոր սպանող Ալիևը, որ այդ ճանապարհները բացեց մատակարարման համար։ Տեսեք, շատ հետաքրքիր բան է տեղ ունեցել։ Ալիևը նույն ելույթում երկու բան է ասել, ի թիվս այլ բաների։ Նորից օգտագործել է Զանգեզուրի միջանցք խոսույթը եւ ելույթի մի այլ հատվածում ասել է, որ ապաշրջապակում է ճանապարհները եւ այսուհետեւ Ղազախստանից Հայաստան կարող է ցորեն բերվել։ Հիմա մեծ դիտողները ավելի լավ հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում, մի փոքր փակագծեր բացենք։ Տեսեք, Ղազախստանում գյուղատնտեսությունը իրենց տնտեսության հիմնարար ճյուղերից մեկն է։ Այս տարի 2025 թվականին Ղազախստանում նախատեսված է արտադրել մոտ կամ աճեցնել մոտ 16 միլիոն տոննա հացահատիկ ցորեն, 16 միլիոն տոննա։ Ղազախստանի ներքին պահանջարկը ամբողջ տարվա համար շուրջ 6 միլիոն է։ Այսինքն 10 միլիոն տոննա, մոտավորապես 10 միլիոն տոննա իրացնելու խնդիր ունի Ղազախստանը։ Իհարկե տարբեր այլ երկրներ եւս անում են, բայց ես չգիտեմ ինչու, իրականում գիտեմ, կարծում եմ, որ այս ամբողջ նախաձեռնության հետ ոչ Ադրբեջանը կապ ունի, ոչ Հայաստանը։ Ղազախստանը ուղղակի գտել է իր ցորենը սպառելու եւս մեկ շուկայի դեմս Հայաստանի, ինչը վատ չէ, բայց այդ ցորենը այստեղ բերելու համար միակ ճանապարհը Ադրբեջանն էր։ Եվ կասկած չունեմ, որ Ղազախստանի նախագահը բանակցել է Իլհամի հետ, ասել է, եղբայր 10 միլիոն բան ունեմ, տոննա ցորեն ունեմ, պետք է օգնես, մի մասն է Հայաստան ուղարկեմ։ Մենք գիտենք, որ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահի հետ բավականին լավ հարաբերությունների մեջ է, ընդ որում ինչու՞ է Իլհամի շահը այս ամենում, Իլհամը ամբողջ աշխարհին ցույց է տալի, որ տեսեք, ես ինչ բարի մարդ եմ։ Չնայած Հայաստանի պարտականությունները հələ չի կատարել, իսկ Ալիևը դրա մասին կոնստանտ խոսում է, ինքը անընդհատ բոլոր ելույթներում խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, այսպես կոչված։ Հիմա ինքը ինչ մեսիջ է ուղարկում աշխարհին, որ տեսեք, ես ինչ բարի եմ, գնացել եմ, նախաստորագրել եմ խաղաղության պայմանագիրը, ճանապարհ եմ բանանում, բացում, որպեսզի ցորեն գնա Հայաստանից։ Ես հայերն եմ արդեն Զանգեզուրի միջանցքը չեմ տալի։ Ես դրա մեջ ավելի շատ վտանգ եմ տնում կամ դրական բան, որովհետև տեսեք, Ալիևը արդեն 18 թվականից այսօր բոլոր բանակցություններում, բոլոր իրավիճակներում շատ նմանվել է Հայաստանի վիճակին մինչև 18 թիվ, այսինքն ինքը դարել է կառուցողական կողմը, Հայաստանը ապակառուցողական եւ դրա վառապացույցն էր 2019 թվականին Նիկոլի կողմից հրաժարումը բանակցել, հա մադրիդյան այդ խմբի նոր մոտեցումների վերաբերյալ, երբ որ Նիկոլ ասեց, որ մենք սկսում ենք զրոյական կետից եւ ամբողջությամբ փոխեց ամբողջ դիրքավորումը մեր արտաքին քաղաքականության վերջի 20-25 տարիների։ Հիմա նույնն Ալիևը սա աշխարհին ցույց է տալի, որ տեսեք, ես ինչ բարի եմ, ես ինչ պուպուշն եմ, ես ինչ լավն եմ, բայց ես հայերին ինչ անում ես,
չեն տալի այն ինչի մասին ստորագրել են։ Եվ մի քանի օր այլ տեղ ասել եմ, հիմա էլ ասեմ, Ալիևի ձեռը այսօր կա երկու թուղթ։ Մեկը Ռուսաստանի նախագահի ստորագրությամբ, մեկը Տրամպի։ Երկուսում էլ մի բան կա, որ կկնվում է։ Դա անխափան ճանապարհի տրամադրումն է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար։ Երկու թուղթում էլ այդ այսպես կոչված միջանցքը արտացոլված է առանձին որպես առանձին կետ։ Եվ նախագահ Քոչարյանը չէ վերջի ասելուսում շատ ճիշտ գաղափար հնչեցրեց, ասելով որ լավ, եթե դու ապաշրջապակում ես բոլոր ճանապարհները, ապա ինչ իմաստ է առանձին կետով նշել։ Հիմա նույն Ալիևի ձեռը կա երկու թուղթ եւ ի պատասխան հարցի որ թղթով է նա առանց գնալու, ես ավելի հակված եմ ասել ոչ մեկով։ Իսկ ես կարծում եմ ոչ մեկով էլ չի գնա, ինքը երկուսն է օգտագործելու այդ միջանցքը ռազմական ճանապարհով վերցնելու համար։ Եթե Հայաստանը չտա ռազմական վերցնելու համար։ Եվ ինքը ստեղծում է բոլոր նախապայմանները դա անելու համար, որովհետև հետո ամբողջ աշխարհի գերտերությունները կարևորագույն երկուսը առնվազն Ռուսաստան եւ ԱՄՆ երկուսին էլ Ալիևը բան ունեն ասելու։ Ասելու է շուրջան, հենա ձեր այդ պայմանավորությունը չի անում։ Ճանապարհեր բացեցի, հենա ծորենա գալի։ Ընդորում դա էլա չէ հարցը, ծորենը մենակ ծորենա գալու է ճանապարհով։ Միգուցե միայն ծորենա գալու։ Եվ ոչ մի այլ բան չի գալու, որտեվ ըստ իմ վարկածի դա ուղղակի ղազախական միջնորդությամբ այդ ամեն ինչը արվում։ Այստեղ առ մեր ժողովուրդը պետք է մտածի։ Հիմա Ալիևը նույն ճառի մեջ խոսել է նաև միջանցքի մասին, բայց ինչի Նիկոլը դրա մասին ոչ մի բան չի ասում, այլ հակառակը այսօր Վրաստանում ողջունում է Ալիևի այդ արտահայտությունը, բայց չի ասում, որ Ալիևը շարունակում է օգտագործել սխալ մեջբերում։ Չի ասել, չէ Նիկոլը դա։ Հակառակը Նիկոլը այսօր ասել է շուտով Թուրքիայի սահմանը կբացեք։ Բացեք։ Արդյոք Հայաստանը շահելու է Թուրքիայի սահմանը բացելուց թե ոչ։ Արդյոք ինչ որ տնտեսական հաշվարկ կա դրա տակ ընդհանրապես Հայաստանի Թուրքիայի սահման։ Դե Արամ Զավենիչը ասում է Երևան City-ներ ենք բացել։ Արամ Զավենիչը ինչ ասում է։ Ընդհանուր առմամբ տես Նիկոլը նախընտրական անգլիան բարդ ասեմ, նախընտրական մուդի մեջ է, հա, ինքը ժողովրդին պատրաստում ընտրություններին։ Այդ նույն նախընտրական մուդի մեջ է նաև հայտարարությունը, որ հունվարից բանը ժամկետային զինծառայությունը դարձվելու է 1.5 տարի։ Հիմա շատ ընդդիմադիրներ դրան ընդդիմանալու են։ Նախատեսվում էր հունիսին, ինչու բերեց հունվար։ Դες պատրաստվում է ընտրություններին։ Հիմա բայց ստեղ էլ շատ կարևոր է հասկանալ մի բան։ Արդյոք ինքը ես լսել եմ իր ելույթը եւ ազգային ժողովում էլ տարբեր մարդկանց ելույթները, ինչ հաշվարկ կա դրա տակ։ Հիմա տես որոշ ջան, եթե 1.5 տարի դարձնելով ծառայությունը դու իրականում արդիականացնում ես բանակը եւ բանակի պատրաստակամությունը ավելի է բարձրանում, կեցես։ Շատ լավ է, որ կարողանում ես նման բան անել, բայց մենք բոլորս ականատես ենք, որ որևէ հաշվարկ, որևէ թիվ նույնիսկ չի հնչեցում, բայց մարդիկ մոռանում են շատ կարևոր բան։ Ամիսներ առաջ ազգային ժողովում շատ խստացվեց այդ կամավոր բաներին չմասնակցելը, չէ, հավաքներին։ Քրեական պատասխանատվության է ենթարկվում։ Այսինքն ինչ անում։ Դա բոլոր այն մարդկանց համար, որոնց թվում է, որ Նիկոլի որոշումները սպոնտան են, սպոնտան չեն, պլանավորած են։ Իրենք մի քանի ամիս առաջ անցկացրեցին այս որոշումը, որ եթե դու այդ զորահավաքներին, մեկ վարժական հավաքներին, եթե չես գնում, քրեական պատասխանատվության է ենթարկվում։ Հիմա սարքում են բանակը 1.5 տարի, ինչ ասա նշանակում, որ այդ բացը լրացնելու են նույն մարդկանցով։ Հասկանում ես, այսինքն ինքը անում է նախընտրական խոստում, որը միանշանակ իրան ինչ որ ձայն էր բերելու է, միանշանակ կասկած չունեմ, բայց դրա ճիշտ լուծումը որն էր, որը ես կառաջարկեի։ Դրա ճիշտ լուծումը այն էր, որ նույն հարցազրույցում կամ նույն հայտարարության մեջ Նիկոլը ասեր, մենք երկու որոշում ենք կայացրել։ Առաջին այն է, որ բանակը դարձնում ենք 1.5 տարի, երկրորդ այն է, որ պայմանագրային զինծառայողների աշխատավարձները կտրուկ բարձրանում է եւ դրա հաշվին մենք կլրացնենք բացը։ Թե չէ եթե այսպես անեն, ապա ինչ է ստացվում 1.5 տարի են դարձնում, իհարկե տարբեր տեղերում խնդիր է առաջանալու զինվորների եւ այդ վարժանքներին արդեն տանելու են ոչ թե չգիտեմ ամեն տարի մի անգամ, կարող տարին 3 անգամ տանեն, 4 անգամ տանեն ու դու չես կարողանալու չգնաս, որտեղ դա քրեորեն արդեն հետապնդել լինելու։ Այսինքն դա որ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս մարդիկ ինչ խոստումներ տալիս են, ամեն խոստման տակ մի ահավոր բան դրված է։ Էլ չեմ ասում, որ Ադրբեջանում էլ ինքը սա ծախելու է, որպես այն որ ուզում եք բանակը թույլատնեմ, մենա քիչ անում եմ։
Հասկանում ես, այսինքն այս մարդը տարբեր ֆրոնտերի վրա նույն բանը տարբեր ձևերով ծախում է։ Եվ իհարկե չէին կա Ադրբեջանին ասել է, որ Ժողովուրդ ջան, ես ձեր համար եմ անում եք կես տարի, ասել եք, որ պիտի Հայաստանը բանակ չունենա։ Ոչ եմ կարա մի օրում անջատեմ Ռուբիննիկով sense փակեմ։ Պետք է քիչ-քիչ անեմ։ Դա էս է հարցը, եւ ժողովուրդը նաեւ պետք է հասկանա հետեւյալը։ Իլհամ Որպեսզի քիչ-քիչ անեն, պիտի օգնեք վերընտրվեմ։ Միանշանակ Իլհամ Ալիևը եւ Էրդողանը մինչեւ ընտրությունները իրանց կանանց այդքան չեն սիրելու, ինչքան Նիկոլին։ Նիկոլը նաեւ գերիներ է բերելու։ Սա էլ եմ ուզում ասեմ, ընդ որում ինչ գնով ուզում ալի թող բերեն։ Սա էլ մարդկանց չթվա թե ես դեմ եմ դրան, բայց թող մարդիկ հիշեն 21 թվականի ընտրություններից 1 ամիս կարծեմ առաջ, եթե չեմ սխալվում 30 գերի բերեցին ընտրություններից առաջ։ Նույնը հիմա է ունենալու, խոսքը չի գնում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին։ Ցավով պետք է նշեմ, որ չեմ հավատում, որ իրենցից որևէ մեկին քանի այս իշխանությունն է մեզ կվերադարձնի, չեմ հավատում, չեն վերադարձնի։ Բայց մենք բոլորս գիտենք, որ նաև չգիտենք ինչ թիվ է, տարբեր մարդիկ տարբեր թվեր են ասում, մեկը 50, մեկը 80, մեկը 20, բայց կան այլ գերիներ։ Այդ այլ գերիների գերակշիռ մասը ես չեմ զարմանա, եթե մոտակա ամիսների ընթացքում Նիկոլեն վերադարձան եւ սա եւս դարձնեն հաղթաթուղթ ընտրություններին, որոնք իրանք ասելու են, որ մենք առաջարկում ենք խաղաղություն, որը արդեն բերել ենք, իսկ այդ ընդդիմությունը գա լինելու է պատերազմ։ Դրանի պատասխան ես միշտ ասում եմ, Նիկոլի բերած խաղաղությունը 18 թվականից չափեք, ոչ թե այսօրվանից։ Նիկոլի բերած խաղաղության հետևանքով մենք մի ամբողջ Արցախ ենք կորցրել, Սյունիքի մի մաս ենք կորցրել, Ջերմուկի մի մաս ենք կորցրել, Տավուշի մի մաս ենք կորցրել ու շարունակելու են կորցրել։ Միշտ հիշեք, Նիկոլի խաղաղության տակը արյունը։ Այդ խաղաղությունը իրականում ուղակի ռումբ է, որը ժամանակի ընթացքում քիչ-քիչ կրակոցներ տալով տարակելու է։ Եվ եթե 26 թվականին կամ արտահերթ ընտրությունների ընթացքում Նիկոլին հաջողի վերընտրվել, ապա ցավով պետք է ասեմ, մենք միանշանակ կորցնելու ենք Հայաստանի Հանրապետությունը։ Միանշանակ, ես դրա մեջ կասկած չունեմ։ Իշքան էլ վատ է, չի, մեր ժողովուրդը պետք է ճիշտը իմանա, Բորիս ջան։ Հիմա ասում են ընտրությունների գնալը սխալ է այս բարակայում։ Երբ որ Փաշինյանի համար դա այսպես կյանքի եւ մահվան հարց է, ինքը ամեն բան անելու է, որպեսզի վերընտրությունը կոնե ձևակերպի։ Բորիս ջան, իսկ արդյոք փողոցում ինքը ամեն բան չի անելու, որպեսզի մնա իշխանության։ Բացի դրանից դա էլ պետք է հիշենք, որ նա ես փողոցի կողմնակից եմ, բոլոր հնարավոր փողոցային պայքարներին մասնակցել եմ, բերմանել եմ, ենթարկվել, ծեծել եմ կերել, բայց եթե չլինի շատ լուրջ փողոցային պայքար, ապա այդ պայքարը նորից վերածվելու է ուղղակի անիմաստ ինչ-որ բանի, որը Նիկոլին չի թույլատնելու, միայն ուժեղացնելու է։ Հիմա ուժեղը իմ համար եւ ուրիշի համար կարող են տարբեր լինել։ Հիմա մեկը կարող ասի 20,000 մարդը բավական է։ Ես որոշ ուսումնասիրություններ անելով կարծում եմ, որ 150,000-ից պակաս ընդհանրապես անիմաստ է փողոց դուրս գալ։ Ուղղակի անիմաստ է։ Ոչ մի բանի չես ասնի։ Մենք պետք է հաշվի առնենք, որ 18 թվականը չի։ Մենք պետք է հաշվի առնենք, որ 18-ից այսօր Նիկոլը անգամներով ավելացրել է թե բարեկների քանակը, թե ոստիկանների քանակը, թե քնչականի, մնացածի, այսինքն այս երկրում այսօր աշխատում է, չգիտեմ, անկապ թիվ եմ ասում, բայց մի 100,000 հոգի ոստիկան։ Այսինքն եթե դու դուրս ես գալի փողոց ուզում ես ինչ-որ փոփոխություն անես, իսկ երբ այդ փոփոխությունը տեղ ունենում։ Երբ որ ոստիկանապետը կամ ներքին գործերի նախարարը մտնում է վարչապետի մոտ ու ասում է, որ կներեք, մենք այլևս ոչ մի բան չենք կարող անել։ Այդ ժամանակա, երբ որ ղեկավարը այս դեպքում Նիկոլը հասկանում է, որ վերջին կպրծավ։ Հիմա դրան հասնելու համար 20-30,000-ը քիչ է, չես հասնելու, ընդ որում փորձել ենք ու չենք հասել։ Ընդ որում նաև տեսել ենք, որ այս մարդը փողոցում պատրաստ է կիրառելուն ամեն ինչ։ Պետք է գնդակարելու է մարդկանց, ինչպես մարտի 1-ին դասավորեցին։ Ոչ մեկ չի խոսում, չէ՞ դրա մասին, որ մարտի 1-ի զոհերի 90%-ը եղել է ոչ թե ոստիկանների կիրառած, հա, ինչ որ բաներից, այլ եղել է հենց ներսից։ Դրա մասին մոռացել են, ով է իսկական պատասխանատուն մարտի 1-ի։ Մոռացել են, հա, Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե չեմ սխալվում, Ալիկ Արզումանյանի մարտի 2-ի այդ ձայնագրությունը, որը հայտնվել էր YouTube-ում, հիմա փորձի գտնել, չես գտնի։ Երբ որ
Ալիկը Լևոնին հարցնում է, հա ոնց է, ասում է շատ լավ, ինձ ինչ ա եղավ, ամբողջ երկրով ինձ են պահում, ամեն ինչ շատ լավ է, ինչ պետք էր եղավ։ Ապրեք Ալիկ ջան։ Ապրեք Ալիկ ջան։ Եվ ընդ լֆիկի բաներն էին ուտում այդ ձայնագրությունը։ Այո։ Հա, ասում է խանութը թալանել։ Հիմա այդ ձայնագրությունը ես փորձում եմ YouTube-ում գտեմ, չեմ գտնում։ Երևի կարողացել են ամեն տեղով հեռացնել, բայց բոլորը դա լսել են։ Հիմա կրկին վերադառնալով հարցիդ, ես այլընտրանքը, այսինքն կա կամ փողոցային պայքար, կամ ընտրություն։ Լավ, հիմա ասում են այլընտրանքը impeachment-ն է։ Impeachment-ը այն գործիքն է, որը հույս կա, արդեն ԿՊԱ-ականների անուններ գիտեին, որ պիտի միանային։ Բայց եկավ պահը, իհարկե մենք հարգանքով ենք մոտենում բոլոր նախկին նախագահներին, իրենց թերություններով, սխալներով, իմ գնահատմամբ իրենց իշխանության տարիներին եղած հանցագործություններով հանդերձ, բայց երրորդ նախագահ կանգնեց ու ասաց մենք չենք նախաձեռնողները։ Իսկ ով է։ Ստացվում է որ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը։ Տեսեք, impeachment-ը Սա նաև չի խոսում այն մասին, որ իրենք էլ են հասկացել, որ սա անլուրջ նախաձեռնություն, որովհետև նույն այդ անվստահություն հայտնելու հայտարարության տեքստը, որը պիտի խորհրդարանում քննարկվեր, քվեարկության անգամ պատիվ ունեմից երկու պատգամավոր չէր մասնակցում։ Հա, դա երեք կարդացի։ Տեսեք, ես բազմիցս impeachment-ի մասին ձեր հետ այստեղ խոսացել ենք, երբ որ նոր էր process-ը սկսում, ես շատ պարզ մաթեմատիկական բաներ եմ ասել, որ ինձ թվում է, որ մեկը շատ ավելի քիչ է կամ 24-ը, նկատի ունենալով, որ մեկ հոգու պարտադրել հրաժարական տար փողոցով շատ ավելի հեշտ է, կամ 24 հոգու պարտադրել։ Սա առաջինը։ Եվ ես միշտ ասում եմ, որ եթե փողոցային լարումը հասնի են մակարդակի, որ 24 ԿՊԱ-ական պատգամավոր պատրաստ լինեն ստորագրել impeachment-ի տակ, ապա հավատացեք Նիկոլը պատրաստ կլինի հրաժարական տալ կամ փախնել։ Եթե հասնի այդ լարմանը։ Բացի դրանից, մեր գործող սահմանադրությամբ ով ինչ ուզում է ասի, աշխարհում չի եղել նախադեպ, չի եղել աշխարհում նախադեպ մեր տիպի սահմանադրությամբ երկրներում, որ ընդդիմությունը կարողանա impeachment-ի process-ից օգտվել։ Հակառակը impeachment-ից օգտվել է հենց իշխանությունը։ Այսինքն, եթե իշխանական թիմը կարծել է, որ իր կողմից նշանակված վարչապետը սխալ է գործում կամ դուրս է արդեն մնացել իրենց ընդհանուր գծից, իշխող թիմը impeachment-ը հայտարարել վարչապետին եւ փոխել է։ Աշխարհում չի եղել նախադեպ, աշխարհում շատ եղել են նախադեպեր նախագահական համակարգով երկրներում, որ դա ազգային ժողովով impeachment են հայտարարել նախագահին, որը լրիվ այլ իրականություն է, լրիվ այլ։ Մեր իրականության մեջ ինչքան է ես ուզենամ, ու իսկ այս երկրում երևի շատ քիչ մարդ կա, որ ինձանից շատ ուզենա ու Նիկոլը գնա։ Շատ քիչ մարդ կա, Բորիս ջան։ Ես պատրաստ եմ ամենաթույլ բանի հետևից գնալ։ Բայց այս impeachment-ում ցավոք սրտի չեմ տենում ես դրա ձևը։ Իրոք չեմ տենում։ Այո, սահմանադրորեն դա միակ ճանապարհն է։ Այո, պետք չի ժողովրդին խաբել, իհարկե, դա միակ ճանապարհն է, բայց պետք է նաև ժողովրդին մնացած ասել, որ այդ միակ ճանապարհից կարող է օգտվել միայն Նիկոլի թիմը։ Պարոն Վարդանյան, արդյոք չեք համարում, որ մենք պետք է ազատվենք այս սահմանադրությունից։ Միանշանակ ես Եվ վերադառնանք առնվազն կիսանախագահական մոդելի։ Տեսեք, ես մի բան ասեմ, ինչքան է դա բան հնչի, երբ որ նոր սահմանադրությունը պետք է փոխվեր եւ երկիրը դառնար պարլամենտական երկիր, որպես մարդ մտքովս հետեւալը անցավ, որ շատ մարդկանց մոտ այս փոփոխությունից հետո կոտրվելու է քաղաքականությամբ զբաղվելու որևէ ամբիցիա, որովհետև սա նշանակելու է, որ այլևս չի կարող ժողովուրդը ընտրել իրեն ղեկավար, այսինքն նախագահ, ուղիղ ընտրել։ Հասկանում ես, այսինքն սա մի կարևոր բան է, որ կա երկրները, որոնք հարյուրամյակներով պարլամենտական են, հիմա տենց են, բայց իմ համար, երբ որ այդ փոփոխություն ուզում էին մտնել, ես ասացի, բայց լավ, իմաստը ո՞րն է։ Լավ, ես եմ ուզում եմ երկրի նախագահ դառնամ, ոչ կուսակցություն ունեմ, ոչ էլ ուզում եմ ունենամ։ Բայց զգում եմ, որ կարող եմ իմ ունակություններով այս երկրին բարօրություն բերեմ, բայց ինձ բացօրեն զրկում են այդ իրավունքից։ Ինձ ասում են, չէ, կուսակցություն բացի, չէ, լիքը փող լցրած։ Այսինքն պետք է փող ունենաս։ Պետք է փող ունենաս։ Իրականում ինչ եղավ, հա, բարձրացվեց քաղաքականությամբ զբաղվելու արժեքը։ Այսինքն ֆուտբոլից ինքը վերածվեց թենիսի կամ գոլֆի։ Առաջ ֆուտբոլ էր եւ ցանկացած մարդ կարող էր իրեն փորձեր այդ
սպորտաձևում, իրանք դարձրեցին այդ սպորտաձևը թենիս կամ գոլֆ։ Եվ հիմա միայն հարուստը կարող է իրան փորձել։ Եվ բոլորն է պետք է նաև դա հիշեն, որ եւ չկասկածեն, որ Նիկոլ Փաշինյանը ունեցել է ահռելի գումարներ, որ կարողացել է թե կուսակցություն պահել, թե նախընտրական պայքարներին մասնակցել, այսինքն ինքը անց չէր։ Հա ինքը այդ 16-ից 18 ընկած ժամանակահատվածում մենք տեսել ենք էլի համել նաև Միքայել Մինասյանի բացահայտումը, որ ամեն ամիս չէ ինչքան գումար է տալի, հա։ Այսինքն Նիկոլը կարողացել է ժողովրդին ծախի մի կերպար, որ ես ծուռատամներով անփող լրագրող եմ, իսկ իրականում ինքը ինադու ծուռատամներով լավ էլ փողատել լրագրող։ Ինադու իր այդ երրորդ մասի տան մոտի կրպակում պարտք ունեցող տղա է սպան գալիս։ Բայց բոլորս է գիտենք, որ փող ուներ։ Հիմա դրա համար ես կարծում եմ, որ այո, իհարկե համանդրությունը պետք է փոխվի, բայց դրան պետք է կրկին երկիրը ցնցումներից պետք է զերծ պահենք։ Անդիմությունը Աստված առաջ հաղթի 25-ի արտահերթ կամ 26-ի հերթական ընտրություններում, այո, իհարկե հարցը պետք է դիտարկվի, ոչ մի դեպքում այդ հարցի մաս չի կարող լինել անկախության հռչակագրի կառավարման մոդելի մասին էի խոսում։ Այո, միայն կառավարման մոդելը 2005-ի սահմանադրության մեջ էլի եղել է անկախ։ Եվ մի բան, Բորիս ջան, որ ես կփոխեի, չնայած շատ-շատերը դրան իհարկե դեմ կլինեն, ես մարդուն գերագույն արժեք չեմ համարում։ Ես համարում եմ գերագույն արժեք երկիրը, հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, բայց ոչ մարդուն։ Մեր մոտ հակառակն է, մեր մոտ մարդն է գերագույն արժեք։ Երբ որ գալիս է պետություն փրկելու կամ մարդուն, փրկում են մարդուն։ Ոչ, մենք բոլորը չփրկեցին իրականում, եկեք սրանց մասին մարդու մասին էլ, սա կոնկրետ Աննա Հակոբյանի մարդու մասին է։ Ես էլ դու մինչև այս եթերը խոսում ենք եկեղեցու վրա հարձակման մասին։ Որպես մարդ ահավոր ծանր եմ տանում, այնինչ այսօր տեղի ունենում։ Երևի ծանրության մեծ մասը նրանից է, որ անճար եմ, չգիտեմ ինչ անեմ, չեմ հասկանում ոնց անեմ։ Վախում եմ խորհուրդ տամ հանրայինորեն օրինակ Վեհապար Հայրապետին, որտեղ կարծում եմ իր փորձը շատ ավելի շատ է եւ ընդհանուր առմամբ 1700-ամյա պատմություն ունեցող եկեղեցու փորձը միանշանակ շատ ավելի շատ է կամ Հայաստանի ցանկացած քաղաքական գործի։ Ի վերջո Հայաստանը տարիներով չունեցել պետականություն, չունեցել երկիր, բայց եկեղեցին եղել է։ Ինչ որ ձևը միշտ գտել են մնալու։ Հույս ունեմ, որ հիմա էլ այդ ձևը կգտնեն։ Հիմա եթե այդ ձևը այն է, որ Վեհապարը օրինակի համար լքի Հայաստանը մի 3-4 ամսով, ապա կհամակերպեմ այդ ձևի հետ։ Եթե այդ ձևը այն է, որ Վեհապարը լքելու ինչու ենք օգտագործում լքել։ Ես այսօր այսօր եթերում ես էլ նման առաջարկ արել եմ հետաքրքիր է, որ իրար ցանկախ նույն մտքին ենք եկել այս իմաստով, լքել չէ։ Մարդը գնա կան թեմեր։ Շատ Վեհապարը կարող է գնալ ի վերջո եկեղեցիներ են կառուցվում, վերակառուցվում են, Սփյուռքում բազմաթիվ խնդիրներ կան, դրանով զբաղվող չկա, Վեհապարը կարող է գնալ մեծ, այսպես հոգևոր շրջագայության հայկական միանշանակ կարող է այնինչ ինչ խնդիր կա, այսինքն այդտեղ ինչու պետք է դա չպիտի անգամ մեկնաբանվի լքել Հայաստան, դա Չէ, լքել լավ իմաստով։ Այդ եմ ասում, դա Հայաստանից եւ սա ես էլ եմ դիտարկում տարբերակ։ Ինչ որ հիմա Ռուսիան Որտեւ Նիկոլ Փաշինյանը ինչ կարող է, ասենք Վեհապարը այստեղ չի։ Հոգևոր շրջագայության է գնացել։ Ուխտագնացության Հայաստան են գալիս սովորաբար։ Շրջագայության է գնացել տարբեր համայնքներ։ Ասենք Փաշինյանը հարձակվելու է Մայր տաճարի վրա, որ ինչ անի։ Շատ մեծ հարց է, թե ինչ է անելու։ Իմ մոտ հիմա այն ինչ որ 3 տեսա, ինչ էր կատարվում, ստեղծվել է տպավորություն, որ այդ կարգալույց եղած Ստոպան, Ստոպանը անունը հիմա դառել։ Բայց Սաֆարյանը չի։ Հա, բայց կարող է Սաֆարյանը լինել ընդհանուր առմամբ, որ հենց այդ անձն է ղեկավարելու փակագծերի մեջ ասեմ հարցակումը Էջմիածնի վրա։ Իմ մոտ այդ տպավորությունն է, որ այդ շարժումը միևնույն է լինելու է, ուղղակի Նիկոլը հասկացել է, որ ինքը իրանով չի կարա, հիմա գտել է մարդ, ով իրարը կվերցնի այդ բեռը։ Իրանք տրամադրեն 5 կամ 10,000 մարդ, որոնց հետ ինքը քայլելով գնալու է դեպի Էջմիածին, գոռալով, որ գնում է ազատագրելու Էջմիածինը։ Կարծում եմ, որ սա է պլանը, ցավում եմ, որ սա է պլանը, եւ օգտվելով առիթից, նաեւ դիմելով մեր եկեղեցու սպասավորներին, միակ բանը որ կարող եմ ասել, դա այն է, որ պինդ եղեք, անկախ նրանից ինչ է լինում, որովհետեւ դուք ունեք
երկու եղբայր, Միքայել Սրբազանը եւ Բագրատ Սրբազանը, որոնք այսօր կալանավորված են եւ որոնք ամեն օր բոլորիս ցույց են տալի, թե ոնց պետք է կալանավորի կյանքը լինի։ Իրանք մեզ ցույց են տալի, որ դա իրանց առօրյա ոչ մի ձև չի անդրադարձել, կնեք բարամա դուխը չի գցել, հավատքին որևէ անգամ նշույլ չի խփել, այլ հակառակը։ Երկուսն էլ խոսում են նրա մասին, որ այսօր մենք անկախ ենք։ Այսօր մենք ավելի ուժեղ ենք, քան երբևէ։ Եվ եկեղեցին պետք է պատրաստ լինի այդ կռվին, ես կասկած չունեմ, որ այդ կռվի մեջ նաև բոլորս մասնակից կդառնանք, եթե Աստված մի առաստ դրան հասնի։ Նաև չբացառելով, որ Նիկոլը ուզում է գտնել ինչ որ բանաձև, ինչ որտեղ հաղթանակ ցույց տալ։ Ես այստեղ իհարկե գիտեք ինչ եմ կարծում, պարոն Վարդանյան, որ էլի սխալվելու հավանականությունը պայելով վեհապարը մեզանից լավ կիմանա, որ հայ-առաքելական եկեղեցուն պետք չէ, որ երկու տարբեր հայացքներ ունեցող հայեր բախվեն միմյանց հետ։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը դա ցանկանա։ Եվ այդ հոգևոր շրջագայությունը կարծում ամենևին փախուս չի դետարկվելու, դա ցույց է տալու, որ եկեղեցին չի ուզում, որ այն սրացման ճանապարհով գնա, որով Նիկոլ Փաշինյանը, կամ երկրորդ տարբերակը, որ դու ասացիր, որ վախենալ պետք չէ նաև բանտարկությունից։ Ես կարծում չեն էլ վախենում հարգարժան հոգևորականները։ Այնուամենայնիվ կարծում վեհապարը այս ամիսների տարիների իր դիրքն է ցույց տվել, բոլորից լավ է գիտակցում այն պատասխանատվությունը, որ իր վրա դրված է, պահպանելու հայ-առաքելական եկեղեցին, իսկ այս անձը կարծում ուղղակի քանի որ հայ-առաքելական եկեղեցու այլևս սպասավոր չի, դրա համար իսկ թույլ եմ տալիս կարծիք արտահայտել, թե չէ կարծիք չի արտահայտի վերաբերում ցույց չէի տա, այս անձը երիցս անիծված է լինելու իր արածների, անելիքների համար, որովհետև բայց մյուս կողմից սա առիթ է տալու մտածելու, գուցե եկեղեցում իրականում խնդիր կա, որ այս մարդը կարողացել էր մտնել հայ եկեղեցականի հոգևորականի հագուստի մեջ։ Որևէ կառույց, որում չկա խնդիր, որովհետև ի վերջո այդ կառույցում աշխատում են հասարակ մահկանացուներ։ Մասկոմից ամեն մարդ ունի իր թերությունները եւ ցավոք սրտի չկա մի կառույց, որ ասես այ իդեալական է։ Մի բան էլ որ հիշեցի, որ շատ հատկանշական է, որ Նիկոլը 3 ճառաչորը Վատիկանում էր եւ Հռոմի Պապու հետ հանդիպեցա։ Ես ուզում եմ, որ ժողովուրդը մեր ուշադրություն դարձնի մի պարզ հանգամանքի։ Հռոմի Պապը այս աշխարհում տեղեկացված մարդկանց top տասնյակի մեջ է։ Ինքը ընդունում է Նիկոլ Փաշինյանին։ Եթե ինքը ընդունում է Նիկոլ Փաշինյանին, դա նշանակում է, որ ինքը կամ կանգնած է այս ամեն ինչի ետևում եւ նպատակաուղված քանդում է իրենց հետ ոտքցող կրոնը, բարի այսպես ասենք, որտեվ ի վերջո մենք էլ չպետք է թերագնահատենք այն ինչ մենք ունենք։ Սա ուղղակի բան չէ, որ հայ ժողովուրդը 1700 տարի առաջ կրոն ընդունեց, սա հասարակ բան չէ։ Մենք Իսրայելում մեր տեղ ունենք։ Մենք Հռոմում կամ Վատիկանում քարտեզների վրա մեր տեղ ունենք։ Եվ այս կրոնը իրոք կարող է որոշ չափով խանգարել թե Հռոմի Պապուն, թե Իսրայելի տարբեր կառույցներին։ Եվ ես իրոք շատ վատ զգացի, որ Հռոմի Պապը հանդիպեց, որտեղ նրանով ինքը երկու բան ցույց տվեց, առաջինը, որ ինքը դեմ չէ, նրան ինչ կատարվում է, եւ երկրորդը, միգուցե նա էլ է կանգնած այս ամեն ինչի հետևում։ Ինչքան է սա դավադրական հնչի, բայց փաստ է, որ Նիկոլ հանդիպել է։ Փաստ է նաեւ, որ մեր վեհապարն է մի քանի օր առաջ հանդիպել։ Վեհապարն էր գնացել եւ հանդիպել էր։ Ոնց կարա վեհապար հայրապետի հանդիպումից հետո Հռոմի Պապը հանդիպեր Նիկոլի։ Սա ցավալի բաներ են, բայց մենք որպես փոքր, բայց շատ կուրազգ պետք է հասկանանք, որ ոչ 18-ից, այլ շատ շուտվանից մեզ պառակտել են, մեզ անընդհատ փորձել են արտաքին ուժերը պառակտել եւ այդ արտաքին ուժերի ամենակարևոր դերակատարները իհարկե եղել է հավաքական արևմուտքը եւ Թուրքիան ու Ադրբեջանը։
Ադրբեջանը այս կացկած չունեմ ապագայում կբացահայտվի, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ է կամ ուղիղ կամ Թուրքիայի միջոցով տվել Սորոսին, որպեսզի Հայաստանը կազմաքանդվի։ Ես կացկած չունեմ, որ Հայաստանում Սորոսի կողմից ֆինանսավորված ծրագրի գերակշիռ մասը ֆինանսավորվել է Ադրբեջանից Սորոսի վերցած փողերի հաշվին։ Սորոսը միշտ եղել է բիզնես որի։ Միջնորդ։ Ինքը բիզնես է, ինքը ասել է ախպեր երկիր ես ուզում քանդես։ Ես ընդ արդեն ստեղծել եմ ցանցը։ Դու ինձ տուր X գումար, ես այդ ցանցը կաշխատացնեմ։ Բիզնես, իդեալական բիզնես մոդել։ Այսինքն նախանձելի Եվ մյուս կողմից էլ այդ ֆինանսավորում ստացողները, որոնք ես ընդ որում ֆինանսավորում ստացող բոլոր անձանց չէ, որ համարում եմ այդ Սորոսի գաղափարների իրականացնող, բայց այն միջուկային զանգված է, միջուկը այդ գրանտակերների իրանք ինչ են, իրենք լավ արդարացում, ասում դու հիմա ամերիկացիա ֆինանսավորումը ժողովրդավարություն է տարածում, բայց որ Թուրքիան լիներ ուղիղ, չէ, մի քիչ չնայած Հայաստանում կան մարդիկ, որոնք անգամ Թուրքիայից են ուղիղ աջակցություն ստացել։ Եթե չեմ սխալվում, Ռուբեն Ռուբինյանը թուրքական կրթաթոշակով է սովորել։ Ինչ որ դա սովորել է։ Նա պետք է մի բան հասկանանք, որ երբ որ դու մտնում ես ինչ որ հասարակական կազմակերպությունում աշխատելու, որում կա նպատակ քեզ գործակալ դարձնելու, դու դա չես իմանում ու ոչ ես իմանում ես տարիների ընթացքում քո վրա աշխատում են եւ գալիս է ինչ որ պահ, եւ որ դու դառնում ես իրական Դու համարում ես որ դրանք քո գաղափարներն են, ոչ թե քեզ ներկայացնում։ Այսինքն ու քո հետ հետո վիճելը բավականին դժվար է լինում, որտեղ դու հավատում ես, որ Ռուսաստանը չարիք է։ Դու հավատում ես, որ հայ եկեղեցին չարիք է, որտեղ քեզ տարիների վեր պատրաստել են դրան։ Եթե հիմա Բորիս ջան ինձ ու քեզ վաղը փագեն ինչ որ սենյակում եւ 1 ամիս շարունակ ես ու դու հայլուր նայենք, Նիկոլական կարող է դուրս գանք այդ սենյակից։ Ես այդ փորձառությունը ունեմ, սա ասեմ ամփոփեմ 2008-ից 10 թվականներին զինվորական ծառայություն եմ անցել եւ 2010 թվականին եւ զորացրվեցի, անկեղծ եմ ասում, ես չճանաչեցի այն Հայաստանը, որ հայլուրով էի տեսել, շոկի մեջ է, տնտեսական ճգնաժամ էր աշխարհում, եթե հիշում եք, բայց հայլուրով դրա մասին երբեք չէր խոսվում։ Չնայած իհարկե համեմատելու չի այսօրվա ոչ մի համեմատելու եզր չկա։ Չի կարող ընդ որում Հայաստանը ճգնաժամը բավականին հաջող խախտ է։ Այո, չի կարող որևէ լուրի անուն լինել հայլուր, եթե դրա եթերում վեհապար հայրապետին դիմում են իր աշխարհական անունով։ Ես Աստծուն շնորհակալ եմ, որ ես պատգամավոր չեմ դառել, Բորիս։ Այսօր գիտես ծանոթներիս հետ եմ միջով քո մոտ գալը խոսում, ասում եմ, ոնց է բախտս բերել, որ ես այդ դահլիճում նստած չեմ։ Ես կամ դատվելու էի, կամ ինֆարկտից մահանալու էի։ Դե տեսնում եք, որտեվ այդ ամեն ինչը լսելը, ինչ առոգանությամբ են իրենք խոսում վեհապար հայրապետի մասին, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի։ Ուղղակի ասում եմ, էլի տանը նստած ձեռներս դողա կատաղությունից են գնում, ասում լավ ես, ես ինչից պրծա, որ ես ընդ չեմ, բայց նաև առիթից օգտվելով ասեմ, մեկա պատասխան տալու ժամանակը դա։ Շնորհակալ եմ պարոն Վարդանյան, հետաքրքիր զրույցի համար, ես շնորհակալ եմ զրուցում էի Արա Վարդանյանի հետ, տեսություն կհանդիպենք։